Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու։ Դե ինչ, տեղավորվեք հարմարավետ և տեսեք թե այսօր ինչ եմ պատրաստելու։ Միգուցե այսօր էլ կկարողանամ լինել օգտակար։ Դե ինչ, սկսում ենք նախաճաշից։ Այսօրվա իմ նախաճաշը լինելու է սուրճի հետ միասին, որովհետև առավոտյան չեմ հասցրել սուրճ խմել և պատրաստելու եմ խավիծ։ Խավիծ պատրաստել բոլորս էլ գիտենք, եթե վաղուց չեք պատրաստել, ապա շտապեք, շատ համեղ նախաճաշ է։ Ահա սիրելիներս, ալյուրը տապակեցի ջուղի մեջ, կարագի մեջ, տապակեցի կամ բովեցի, միևնույնն է, հիմա կթողնեմ, որպեսզի ստացվի լավ մուգ գույն, ես սիրում եմ գույնը, որպեսզի մուգ լինի, խավիծի գույնը մուգ եմ սիրում, լավ բովված, հիմա մի քիչ էլ ավել կբովեմ և վրան կավելացնեմ ջուրը, իսկ շաքարավազը ավելացնում եմ վերջում ըստ իմ ճաշակի։ Ահա տեսեք, արդեն բովեցի, հիմա վրան ջուրն եմ ավելացնում և կավելացնեմ շաքարավազը։ Ահա ջուրը ավելացրեցի, հիմա լավ խառնում եմ և ընթացքում ավելացնում եմ շաքարավազը։ Հիմա մի քիչ կավելացնեմ և ընթացքում կստուգեմ, կհամտեսեմ, եթե պետք է նորից ավելացնել շաքարավազ, կավելացնեմ։ Լավ խառնում եմ, որպեսզի գնդեր չմնան, ընթացքում անընդհատ խառնում եմ ու թողնում եմ մի քանի րոպե, որպեսզի պղպջակներ վրան լինի, եռա։ Ահա սիրելիներս, խավիծը պատրաստ է և որոշեցի վրան ավելացնել այս, ինչ են ասում, հայերեն չգիտեմ, խլոպյաները, որը որ կաթի հետ են խառնում նախաճաշանում, ահա, շատ հետաքրքիր խրթխրթան համ տվեց խավիծի հետ, կարելի էր մի քիչ ավել լցնել, ես շատ քիչ լցրեցի, ամեն դեպքում շատ համեղ և շատ հիանալի նախաճաշ ստացվեց։ Դե ինչ, եթե պատրաստվում եք նախաճաշելու, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին։ Ժողովուրդ ջան, այս ժարիտ մարիտների, տապակամապակաների ճճտոցներից պրծա, տեսեք թե այստեղ ինչա կատարվում։ Գունավոր պղպեղներ, այստեղ ունեմ սմբուկ ու դդմիկ, տապակել եմ արդեն նախորոք, հեսա տեսեք, այս են սիրուն, տապակել եմ, կանաչին կողքից պատրաստ դրված է, սոխ պատրաստ դրված է, սոխը կողքից պատրաստ դրված է, ինձ թվում է արդեն գուշակեցիք, թե ինչ եմ անելու։ Հիմա շերտերով սիրուն դասավորելու եմ իրար վրա, կանաչին հիմա կկտրտեմ, սոխը մաքրեմ ու սիրուն տարայի մեջ դասավորելու եմ իրար վրա։ Ու այս իմ մյուս կողմում ինչա կատարվում, այս իմ մյուս կողմում էլ հավը կտրատել եմ, սիրուն հիմա կհամեմեմ, մենակ համեմելու եմ աղով ու պղպեղներով, ուրիշ ոչ մի ավելնորդ համեմունք այս անգամ չեմ ավելացնում։ Ըհն, այստեղ էլ հավի կրծքամիսը մեկը պահեցի ես մի կողմի վրա, որտև սրա հետ
նպատակ կա։ Սրա հետ գործ ունեմ դեռ անելու։ Ահա ժողովուրդ ջան, հիմա սա կհամեմեմ, կդնեմ ջեռոցը ու այդ ընթացքում կկտրեմ կանանչին ու կսկսեմ։ Հիմա այդ հավը ամեն ինչը կկտրեմ, ներողություն, հավը կհամեմեմ, կմշակեմ, կդնեմ ջեռոց, այդ ընթացքում էլ կսկսեմ արդեն զբաղվել այս կողմիս բանջարեղենով։ Կանանչին շոտնտիր, լավ կանանչի եմ առել, շատ լավն է։ Լվացել եմ, պատրաստ, սիրուն, սխտորն էլ էստեղ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, անցա գործի։ Այս կողքերն եմ 2 հատ կարտոֆիլ կտեղավորեմ հիմա։ Ահա ժողովուրդ, այս կարտոֆիլ կողքը։ Սարանքները։ Այս ինձ մեծ կթողնեմ։ Վերջ։ Կարտոֆիլի վրա մենակ ավելացնեմ մի քիչ աղ, այսպես, ու մի քիչ ձեթ։ Վերջ ժողովուրդ ջան, ձեռքերս լվանամ ու սա դնեմ ջեռոց։ Ժողովուրդ ջան, այստեղ մի քիչ խոսեմ ջեռոցից։ Ուրեմն, երբ որ ես գնում էի այս ջեռոցը, ունեի 2 տարբերակ, որ մի տարբերակը, որ միացնում ես ինքը ինքնալվացում է կատարում, իսկ երկրորդ տարբերակը, որ ունի, այսենց մի հատ տեղ, այսենց, տեսեք, հիմա հանում եմ, անջատվում է ինքը, ջուր ենք լցնում ստեղ, դնում ենք մեջը, ահա, ու միացնում ենք կաթիլը, գոլորշի է տալիս ինքը, հիմա եթե կուզեմ շատ տա գոլորշին, 2 կաթիլի վրա եմ թողում, բայց ինձ մի կաթիլը լրիվ հերիք է, ինչի համար է սա, սա միսը եփելուց, ինքը գոլորշի է տալիս, միսը չի չորանում, շատ փափուկ է մնում, ես ընտրեցի այս տարբերակը, ինչու, ասեմ, որ չեմ փոշմանել, արդեն մի քանի տարի է ունեմ այս ջեռոցը ու չեմ փոշմանել, որ գնել եմ հենց այս տարբերակը։ Տեսեք, այստեղ ցույց է տալիս, որ գոլորշին մի կաթիլի վրա է։ Ասեմ, ժողովուրդ ջան, ինքնալվացումը միևնույնն է, դու իրան միացնում ես ու դա շատ երկար ժամանակ է տևում, ինքը միջի յուղերը չորացնում է, միևնույնն է, դու պետք է մաքրես, էլի մեջը սիրուն խոնավ շորով, հեղուկով, ինչ որ այա։ Ու չունի այս ջրի տարբերակը չունի։ Ես ընտրեցի սա, որովհետև միսը շատ լավ այփում, իսկ մաքրելը սենց թե նենց, մաքրում ես, դու էլի դրա վրա ժամանակ կորցնում ես, եթե ինքը լինի ինքնալվացումով, միևնույնն է, դու իրան էլի լվանում ես ժամանակ ես կորցնում։ Ես ընտրել եմ հենց այս տարբերակը, հիմա դրել եմ այստեղ մսի տարբերակի վրա, սրանով բիսկվիտ եմ պատրաստում, ստեղ կա պիցայի տարբերակը, իրոք շատ լավ է, տաքացնելու համար, իրա այս շատ տարբերակներ ունի, որ տարբերակ բար շատ ասեցի, որ իրոք օգտագործվում է, իսկ ինքնալվացում լինող ջեռոցը
շատ բաներ կար, որ չուներ, օրինակ ինչ շատ է պետք գալիս, որ վերև ներքև անմիջապես իրար հետ միացնեմ, որ ջեռոցներ կան, որ չունեին։ Մի խոսքով, բայց սրա գլխավոր, ասենք, իմ չփոշմանելու բանը այն էր, որ ես ինքնալվացումով չեմ գնել, այլ գնել եմ այս ջրի։ Ահա, ժողովուրդ ջան, ես անցա արդեն գործի, կանանչին կտրատեմ, սխտորը հիմա կմաքրեմ ու կսկսեմ արդեն շերտերով դասավորել իրար վրա։ Հետ էլ է տենց։ Ու մի քիչ էլ պատմեցի ձեզ իմ ջեռոցի մասին, միգուցե մեկը որոշել է ջեռոց գնի կողմնորոշվելու համար, պարզապես կողմնորոշվելու համար։ Որտև ես գնելուց շատ էի ընտրում, շատ էի մտածում, հարցնում էի այդ ինքնալվացման համար, մի խոսքով շատ երկար ժամանակ է ինձանից գնացել, մինչև ես ընտրել եմ ջեռոցը։ Չգիտեմ, իմ մոտ դժվար ստացվեց այդ պահը, դրա համար որոշեցի ոնց որ ձեզ հետ կիսվել։ Ու ունեմ երկար ժամանակը, շատ լավ եմ օգտագործում, շատ լավ է թխում, շատ ամեն ինչը տեղը տեղին։ Ահա, ժողովուրդ ջան, կանանչին կտրեցի, հիմա էլ սխտորը մաքրեմ ու սկսեմ դասավորել։ Վերջ։ Այսինքն մի հատ լավ ապակյա տարան վերցրել իրակապարիչով, հիմա սաղ ստեղ սիրուն սենց կդասավորեմ ու վերջում էլ այսինքն կփակենք ու կդնենք սաղնարան։ Այս անգամ որոշել եմ սխտորը այս ձևով անեմ, միշտ մանր կտրատում եմ, խառնում եմ կանանչի հետ ու սենց լցնում եմ վրան, բայց այս անգամ սենց եմ ուզում անեմ, ժողովուրդ ջան, որովհետև սխտորի համը, որ չափից շատ չլինի, որովհետև դե աշխատանքի եմ գնում, բան, ու տես դրա համար հիմա սենց սխտորը շատ քիչ կանեմ, այնքան որ թեթև ինքը լավ իր այն համը առամատը տա։ Այսինքն շերտերով կդնեմ, սիրուն ու համեղ, ամառային, սառը նախուտեստ։ Իմ ամենասիրելի բանջարեղեններն են սրանք։ Ես շատ եմ սիրում ու այս տարբերակով պատրաստած։ Ահա, ժողովուրդ ջան, սենց կդնեմ։ Սա մի շերտ է սխտոր կանենք, չէ մի քիչ աղ սկզբից, շատ քիչ, որպեսզի շատ աղի չլինի, որովհետև արդեն տապակելուց առաջ աղ արել էի, ճիշտ է ջրի հետ դուրս է գալիս, բայց միևնույն է, էլի իր մեջ աղ մնում է։ Այսինքն կանեմ, որ սխտոր շատ չլինի։ Ահա, ժողովուրդ ջան, հերթով սիրուն դասավորեմ ու այս մի գործից կվերջանամ։ Ահա, ժողովուրդ ջան, այսպես համեղություն ստացա, շերտերով սիրուն դասավորեցի։ Հիմա ասենց կփակենք, կդնենք, որպեսզի համերը իրար անցնեն։ Փակեցի։ Ահա, այս կոմի վրա էլ հավն է պատրաստվում։ Ահա, ժողովուրդ ջան, տեսեք, թե ինչ համեղություն է ստացվել։ Տեղափոխեմ հեսա այսպես ափսեի մեջ, սիրուն։ Այսպես համեղ։ Թևիկները ես շատ եմ սիրում։ Կարտոֆիլը ինչ լավ է ստացվել։ Ահա, ժողովուրդ ջան, այսպիսի համեղություններ պատրաստեցի։ Այսա ու սա, տեսեք,
Դե ինձ սիրելիներս, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։ Ահան ժողովուրդ ջան, ինչ եմ պատրաստում, խմոր եմ պատրաստել, այսօրվա մեր մենյուի մեջ տեղագրավել պիլմենին։ Խմորը պատրաստել եմ, իհարկե պատրաստման խմորի եղանակը ձեզ չեմ ցույց տվել, որովհետև կարիք չկա իմ ալիքում շատ եմ սարքել այս խմորը, ուրեմն ինչ եմ արել, այն ինձ լավ խմորը անընդհատ ձեռք տալ եմ ուզում, հեսալ այստեղ տեսեք, էլաստիկ, լավ, փոփուկ, համ պինդ, համ փափուկ, երկուսը մեկ տեղում։ Մի խոսքով, մեկ ձու եմ արել, լցրել եմ մի քիչ աղ ու եռացրած ջուր։ Ու ալուրն էլ աչքաչափով, ինչի ցույց չեմ տալիս, հեսա 1 կիլոգրամից այսքան է ալուրը մնացել, հեսա, այսքան, մոտավորապես մի 250 գրամ է մնացել ալուրից ու էտա, հիմա դնում եմ խմորը հանգստանա ու ընթացքում ես կպատրաստեմ միջուկը, հիմա սրա վրա կծածկեմ սիրուն, որպեսզի երեսը չչորանա խմորի ու բան կանեմ, միջուկը կպատրաստեմ այդ ընթացքում ու այսօրվա համար ինչքանը որ կխաշեմ ու ինչ կանեմ, ու մի քիչն է կսառացնեմ, բաժին կանեմ ու կսառացնեմ, ահա ժողովուրդ ջան, ընտիր խմորա, նենց լավ խմորա, հեսա թող մի քիչ հանգստանա, մի հատ էլ կհանեմ, էլի կհունցեմ ու կսկսեմ արդեն պատրաստել պիլմենները, դե ինչ, կհանդիպենք։ Դե ինչ ժողովուրդ ջան, խմորս պատրաստ է, կրկնակս կողքից դրված է, միսը պատրաստ է, ստեղ էլ ամեն դեպքում մի քիչ ալուր եմ թողել, բայց տեսեք այնքան լավ խմոր է, որ ընդհանրապես սեղանին չի կպնում, հա ուզում ես ձեռ տաս, հա ուզում ես հունցես, հեսա մի հատ կտրեմ, տեսեք մեջտեղից, տեսեք թե ինչ ընտիր խմոր է, նայեք հեսա։ Դուք հլես հրաշքը տեսեք, սենց խմոր, լնայք, այս մյուս կտորն էլ մեջը, ընտիրա, վերջ ժողովուրդ ջան, հիմա կբաժանեմ, այսենց ընդհանուր խմորը կանեմ 3 մասի, ստեղից եմ մի քիչ կկտրեմ, ահան, 3 կունդ կանեմ ու շուշուտ կբացեմ, կկրտնակեմ ու կկտրտեմ։ Հիմա իմ չափի բաժակը մի հատ վերցնեմ, մի հատ հատուկ բաժակ ունեմ, մենակ այդ չափով եմ պատրաստում պիլմենները։ Ժողովուրդ ջան, հեսա մի հատ սրանց դնեմ ցելոֆանի մեջ, որպեսզի երեսը չչորանա, հայ այսենց կանեմ։ Էսի մեկ, սա էլ փակեմ տոպրակով, ես էլ մյուսը, թող սպասեմ իրանց հերթին, հիմա կզբաղվեմ այս մեկով, ահա ժողովուրդ ջան, անցա գործի, ընտիր խմոր, ընտիր, հիմա կասեք ես ինչքան շատ ասում, մի քիչ ալուր եմ անում, որպեսզի կրտնակելուց հեշտ լինի, թե չէ ընդհանրապես կարիքը չի զգացվում, ոչ սեղանին կպնում է, ոչ էլ։ Ահա ժողովուրդ ջան, մի հատ սա էլ ստուգեմ սրա աղը տեսնեմ ոնց է, եթե պետք է մի բուջուրիկ, պետք է մի քիչ։
Մի քիչ աղ պետք է։ Ահա, վերջ։ Всё։ Այ հիմա անցա գործի իսկականից։ Ահա ժողովուրդ սկսեցի արդեն ձևավորելը ու տեսեք, թե ինչքան լավ չափս է ստացվում, շատ հարմար չափս է։ Չգիտեմ, էկրանից միգուցե լավ չի երևում իր չափսը, բայց իրոք շատ հարմար չափս է ստացվում, դրա համար էլ այս բաժակը շատ եմ սիրում։ Եզրերը սուր է, լավ է կտրում, թեթև է ինքը, մի խոսքով շատ հարմար ու չափսը, շատ լավ չափս է։ Ահա, հիմա հենց արագ կձևավորեմ։ Մարդկա հենց սենց է թողնում, սենց կիսալուսնաձև, բայց ես սիրում եմ կպցնել։ Այս սենց եմ շատ սիրում ձևը։ Ահա, դե ինչ, հիմա սենց կշարեմ, սիրում բոլորը ու կտանեմ սառցախցիկ։ Ահա, ժողովուրդ ջան, ես միսինին պատրաստ է, հիմա այսի կուղարկեմ սառցախցիկ, ընենց էլ կակրած բացել էի, հələ տեսեք հատիկները, որի մեջ մի քիչ էր միսը եղել, ավելացրեցի ու սենց արագ ձևավորեցի։ Ահա, ուղարկեմ սառցախցիկ ու անցնեմ մյուս գնդերին։ Դե ինչ սիրելիներս, բավականին պելմեններ ստացվեցին, հիմա մի քիչը կխաշեմ մենք ուտենք, ընթրիքի ժամը, ընկընտրենք, մինչև մենք մի կտոր հաց կուտենք, արդեն սառցախցիկում ունեմ դրված մի քանի սինի նույնպես, կսառի, կտեղավորեմ տոպրակների մեջ բաժին ու կտեղավորեմ սառցախցիկում, տեսեք, թե ինչքան լավ իրար չի կպնում, շատ լավ համեղ պելմեններ էին ստացվել։ Դե ինչ սիրելիներս, եթե վաղուց չեք պատրաստել, պատրաստեք, դուք էլ վայելեք։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի մենու, կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար, շատ չեք մտահոգվի, թե ինչ եփել այսօր։ Պիլմենները ստացվել էին շատ համեղ, հավը ջեռոցում ստացվել էր շատ համեղ։ Դե ինչ, բարի ախորժակ բոլորին։ Այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ասում եմ, կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։